Բանվարան, դուք արդեն առաջադրվել եք։ Ոչ դեռ։ Կառաջադրվեմ անպայման։ ՔՊ անդամ եք, թե ձեզ երաշխավորագիր է պետք։ Ես ՔՊ հիմնադիր անդամ եմ։ Պարոն 500,000 եք վճարել։ Այո։ 1.5-ից պրծակ։ Ես 15 թվականից եմ պրծել 1.5-ից կրկնում եմ կուսակցության հիմնադիր անդամ։ Այսինքն այն ժամանակներից կար ներողություն այդ։ Ոչ, բայց այն ժամանակներից ապահովագրվել եմ, էլի։ Արամանյան, նայեք, մինչ Փաշինյանը առաջարկում է ադրբեջանցիները օգտվեն Մարգարա, Գորիս եւ այդ ճանապարհից, որպես այլընտրանքային, ադրբեջանցիները ամեն դեպքում շարունակում են իրենց կոշտ-ռետորաբանությունը եւ պատգամավորներից մեկը իր ճեպազրույցում ասում է, որ եթե այսպես օգոստոսի 8-ի պայմանավորվածությունները դանդաղում են, ոչ մի բան չի արվում, մենք ուժով պետք է բացենք այդ ճանապարհը։ Սահուն անցանք ձեր սիրած թեմային, ես չեմ լսել այդ պատգամավորի խոսքերը եւ չեմ կարող մեկնաբանել, անկեղծ ասած ես ինչ որ մեկի բանավոր խոսքի վրա չպետք է էլի ենթադրություններ անեմ, գոյություն ունի թուղթ, փաստաթուղթ, ստորագրված, եռակողմ, երկկողմ եւ ես հիմնվում եմ դրա վրա։ Խոսքի համար է դες գրավոր կրետ Արամանյան, ասում բանավոր խոսք։ Ալիևը այս եթե չեմ սխալվում 3, այո, մեր խմբակցությունից Արման Եղոյանը դրել էր բան 2011 թվականի Իլհամ Ալիևի հայտարարությունը եւ ելի եմ ասում իր հիմնականում ներքին լսարանին ուղղված հայտարարությունները այդ մարդու մոտ չեն փոխվում, ես իր արտահայտությունների վրա հայտարարությունների վրա չեմ հիմնվում, ես հիմնվում եմ նրա վրա, թե երկու պետությունների ղեկավարները ինչ են ստորագրել։ Դուք միշտ ներքին լսարանին եք ասում, Ադրբեջանը լավ 30 տարի ներքին լսարանի համար ասած այդ ամեն ինչը, բայց եկավ հասավ փաստորեն Արցախն էլ վերցրեց, ամեն ինչն էլ վերցրեց Հայաստանի տարածքներն օկուպացիոն, բայց էլի ասում եք ներքին լսարանի համար։ Նայեք, ներքին լսարանի համար ինքը կրկնում եմ մեծամասամբ իր այն թշնամական հռետորաբանությունը, որ գործածում է, դա բոլորս էլ գիտենք, որ իր ներքին լսարանի համար է։ Դա այլ հոգեբանական պատճառներ ունի։ Իմ համար ես կարծում եմ, որ Իլհամ Ալիևը եւ ադրբեջանական կողմը խաղաղության այդ փաստաթղթով օգոստոսի 8-ի իմ կարծիքով այդքան էլ բավարարված չի եւ ես տեսնում եմ չբավարարված մարդու միջանցք կոնկրետ։ Ես կարծում եմ ադրբեջանական անխոչնդոտ միջանցք։ Չէ, ինակ ուզում են կոնկրետ միջանցք երրորդ պետությունների հսկողությամբ ավելի շատ իրանց դաշնակից կան մեր այդ պետությունների եւ դա չստացավ, ելի եմ ասում իմ մոտ այդպիսի տպավորություն է, որ բավարարված չեն։ Ում նկատում եք դաշնակից Թուրքիայի։ Դե հիմա Մեր ներկայացնա ճանապարհին երրորդ երկիր չի։ Նախ խնդրում եմ եկեք դետալների մեջ չխորանանք, որտեվ 5 սկզբունքները պահվելու է։ Այդ 5 սկզբունքների պահվելը հենց Ալիևի կամ ադրբեջանական կողմի սրտով չի եղել։ Ես կարծում եմ եւ որովհետեւ եթե ամեն ինչ իրանց սրտով լիներ, ամեն ինչ իրանց ուզածով լիներ, խի պետք է իրանք իրավիճակը սրեին օրինակ։ Հայտարարություններով, բայց ելի եմ ասում, այս թեման փակում ենք, հարգելի գործընկերներ, մենք շարժվում ենք ոչ թե հայտարարություններով, այլ ստորագրված թղթերով։ Բայց դուք գիտեք հիմա այդ ճանապարհի հետ կապված որևէ աշխատանք տարվում է, որտեղ Թրամփը քննարկումներ կան։ Եթե զուտ ադրբեջանցիները դժգոհում են, որ ոչ մի բան չի արվում, այսինքն դա է, որ ինչ վերաբերում նախ կա հայ-ամերիկյան կոնկրետ քննարկումներ, եթե դուք նկատի ունեք, որ կոնկրետ գործողություններ շինարարության մասով, ապա ոչ, այս բան չի արվում, որտեղ դե բնականաբար դա պետք է նախագիծ արվի, շինթույլտվություն ստանա եւ այլն, այդտենց չեն կարող։ Ռուսաստանը չի կանգառում այս գործընթացին։ Ոչ։ Չէ՞ որ մեր երկաթգծեր ամեն ինչը Ռուսաստանի հետ է պայմանավորվում։ Չէ։ Դες չի։ Գործողը, այո, նոր ստեղծվելիքը ոչ։ Պարոն Ղահրամանյան, նոր դուք ասացիք, որ Ադրբեջանը սրում է իրավիճակը, այսինքն դուք խոստովանում եք, որ սրում է իրավիճակը, դա խաղաղություն գնահատի։ Ես կարծում եմ, որ այն հայտարարությունները, որ Ալիևն է արել, նույն Սևանա լճի հետ կապված աննմորացած ճիշտ ասած ինքը ոնց էր անվանել, դա ես կարծում եմ, եթե սրել չէ, ապա նվազագույնը խաղաղության վնասում է։ Այդ քայլի օգոստոսից։ Չէ, օգոստոսի 8-ից հետ քայլ չեն անում բանավոր խոսակցություններով։ Ստորագրված փաստաթղթից հետ քայլ չեն անում խոսքերով։ Կամ պաշտոնապես դուրս են գալիս, կամ դուրս չեն գալիս։ Բայց ես կարծում եմ, որ ինչպես էլի մեր խմբակցության
Պատգամավոր Ռուբեն Ռուբենյանն ասել, պետք չէ հետ գնալ պատմության մեջ, որտեղ պատմության մեջ եթե հետ գնանք, բարձվելու է իրականում Ադրբեջան չկա, բայց Հայաստան կա, իսկ դա ոչ միտեղ չտանող խոսակցություն է, վարչապետ Փաշինյանն էլ երեք այդ մասին խոսած, իմաստ չկա, ես այս մասին ես իմաստ չեմ տեսնում։ Խոսքից հետո անցնի գործի։ Լսեք, ես չեմ կարող ասել ինչ է հնարավոր, ինչ չի հնարավոր։ Ես ասում եմ մեր դիրքորոշումը, մեր իշխանության, մեր պետության, մենք գնում ենք խաղաղության օգոստոսի 8-ի համաձայնությունների հիման վրա։ Այսքան։ Օրերին ակտիվ պնդում են, որ ադրբեջանցիները պետք է վերադառնան Հայաստան, դուք որպես Լսեք, հիմա ես պատրաստ չեմ, եթե անձամբ ինձ եք ասում, ես պատրաստ չեմ ադրբեջանցիների հետ ապրել, այնպես չի որ այսինքն մարդիկ կան, ովքեր Հայաստանում ապրել են ադրբեջանցիների հետ, ադրբեջանցիները կան, որ ապրել են հայերի հետ այն բան սովետական միության տարիներին, խորհրդային միության տարիներին, բայց ես ուզում եմ էլի եմ ասում, համաձայնեցված փաստաթղթում ստորագրված խաղաղության համաձայնագրում նախաստորագրված եւ ոչ մի բանակցություններում ուղղակի նման խոսակցություն չկա։ Վերադառնան, չգիտեմ, կարող է 50 տարի հետո գան տուրիստական, այսինքն երբ որ արդեն դե կարող է ինքնաթիռով գան, հիմա ես չգիտեմ, կարող է գան բանը Գառնի Գեղարդը տեսնան, վերադառնան իրանց եկել, որպես տուրիստ, կարող է հայերը նաև գնան, բայց դա վերադարձ որպես այդպեսին չի կարող դիտարկվել։ Այսինքն դուք մտածում եք, որ Ալիևը հիմա խոսում է, որ 50 տարի հետո Ես չեմ մեկնաբանելու Ալիևին, ես պետքա մեկնաբանեմ Ալիևի խոսքերը, որոնք էլի եմ ասում, դուք տեսել եք միջազգային հարթակներում իր խոսույթը եւ երբ որ ինքը ասենք ինքը Ադրբեջանում կամ չգիտեմ իր տեղական լրագրական ռոպագանդիստական այդ հասարակական Անկյամբիոնից էլի Զանգեզուրի միջանցք էր։ Լսեք, միջանցքի հետ կապված մենք արդեն մեկնաբանել ենք, բայց օրինակ Անկյամբիոնից ինքը ասել է, որ պետքա մենք վերադառնանք, չգիտեմ, Սևանա Լիճի այլ բանա Զանգեզուրի միջանցք ասում են, նախ մենք արդեն ասեցինք, որ Զանգեզուրը Շոյգուն էլ է ասում Զանգեզուրի միջանցքներ։ Դե Շոյգուն Երևի էլի եմ ասում, ինչպես որ Ալիևը նկատի ունի իրանց տարածքով դա մեզ չի վերաբերվում, հասկանում եք։ Այդ իրանց ասած միջանցքը, նախ միջանցք բառի հետ էլի եմ ասում, բազմաթիվ անգամ սա մեկնաբանվել է, մի անգամ էլ մեկնաբանեմ։ Մեր պաշտոնական փաստաթղթերում Հյուսիս-Հարավը կոչվում է Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք։ Մեր ընկալումների մեջ, քանի որ մենք ունեցել ենք Լաչինի միջանցք, որը արտատարածքային միջանցք է ենթադրում, մեր համար դա ծանր է այդ խոսույթը, բայց միջազգային խոսույթի մեջ ինքը միջանցք բառը դա արտատարած, օրինակ Լարսի այդ անցակետն էլա մեր համար միջանցք, օրինակ, չգիտեմ, Վրաստանով դեպի Ռուսաստան, բայց ինքը ոչ մի բան Վրաստանի ամբողջությամբ իրավազորության ներքո է, չէ՞։ Հիմա դուք երբ ասում եք, որ ըստ էության Ադրբեջանը Բայց ոնց որ Ամրանի Թուրքի բանից հեսա սահուն անցանք Ադրբեջանը դժգոհ է անգամ օգոստոսի 8-ի պայմանավորվածությունից եւ ինչ որ հիմա դուք լուծումը ո՞նց եք գտնում նոր ինչ-որ պայմանավորվածություն Ոչ մի պայմանավորվածություն նոր չի լինելու, մենք շարժվում ենք նախաստորագրված, իսկ նախաստորագրված խաղաղության համաձայնագիրը ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ նախաստորագրվում է այն դեպքում, երբ որ այլևս ոչ մի դրույթ չի կարող փոխվել։ Ինչու է նախաստորագրվել, եթե չի։ Դե դա հիմա այլ քննարկումների հարց է, չգիտեմ, այնտեղ ադրբեջանական կողմը համանadrության հարց է առաջ տալիս, այլ խնդիրներ է առաջացնում, չգիտեմ ամեն դեպքում ես բանակցություններում կոնկրետ չկամ, բայց ելի եմ ասում Զանգեզուրի միջանցք խոսույթը, նաև գիտեք, մենք օրինակ ինչ է կարծում, երբ որ ամեն անգամ մենք ասում ենք, որ դա մեզ դուր չի գալիս։ Մենք ամեն անգամ ասում ենք, որ օգոստոսի 8-ում չկա միջանցք բառ եւ առհասար այդ միջանցքի երևույթ, երբ որ ամեն անգամ մենք ասում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը չի քննարկել եւ չի քննարկելու ոչ մի միջանցքի հարց արտատարածքային։ Մենակ պարզ է, չէ՞, այդ դեպքում իրանք են այդ բառը նորից օգտագործում։ Ինչի՞ ձեր բացատրությունը ո՞ր։ Իմ բացատրությունը շատ կոնկրետ է, դիմացինին գրգռելու կամ ասենք լարվածություն ստեղծելու համար։ Ես այլ բան չեմ կարող ունենալ, որովհետև դու որպես երկրի ղեկավար գնում ստորագրում ես մի այլ թղթի տակ եւ մի այլ բան ես խոսում, դա լուրջ չի, էլի։